Alexis. Respect. Այսօրվա ինչ արարակայի է, այսօր ինչ տասել ենք մար։ Երկրաչափություն, վեկտորների կիրառություն։ Նստեք։ Ներգաբացական, ավակ, ասար ներգաբացական։ Ունենք երկու բացակայացանում, բացակայ է Ավետիսյանները և Ալեքսը։ Նստեք։ Ասի թեման որներ, վեկտորների ամփոփումը։ Տեսեք, ով կարող է սահմանել, որն է կոչվում վեկտոր, սահմանել ինչ է վեկտոր։ Ասա տեսնեմ բական, որն է վեկտոր։ Հատվածի ուղղորդված մասը կոչվում է վեկտոր։ Ապրես, ինչ գործողություններ կարող են կատարել վեկտորների հետ, ինչ գործողություններ, ասա տեսնեմ։ Վեկտորները կարող են կատարել գումարում, հանում, բազմապատկում և բաշտական զուգորդական օրենքներ տեղի են ունենում նաև վեկտորների համար։ Ով կարող է ասել, որոնք են բաշխական և զուգորդական օրենքները։ Ասա տեսնեմ Էլինա։ Բաշխական և զուգորդական օրենքներ են A վեկտոր գումարած B վեկտոր գումարած C վեկտորը, որը հավասար է լինում A վեկտոր գումարած B վեկտոր գումարած C վեկտոր փակագծերում, ինչպես նաև C A վեկտոր գումարած B վեկտորը հավասար է C A վեկտոր գումարած C B վեկտոր։ Անգամ, C անգամ A պլյուս B վեկտորը հավասար է C A վեկտոր պլյուս C B վեկտորը, ապրես։ Ինչպիսի մեծություններ գոյություն ունեն։ Ասա տեսնեմ, Թաչիկ։ Գոյություն են երկու տեսակի վեկտորներ, վեկտորական և սկալյար։ Վեկտորներ չէ, երկու տեսակի մեծություններ, վեկտորական և սկալյար։ Վեկտորական մեծությունները այն ֆիզիկական կամ երկրաչափական մեծություններն են, որոնք բացի թվային արժեքից ունեն նաև ուղղություն, իսկ սկալյարը այն մեծություններն են, որոնք ունեն մենակ թվային արժեք։ Օրինակ զանգվածը, ջերմաստիճանը և այլն։ Ապրես, այսինքն վեկտորական մեծություններն ունեն ինչ է ուղղություն, իսկ սկալյար մեծությունները ուղղություն չունեն։ Աշխատ, որոնք են զրոյական վեկտորները, զրոյական լինում են վեկտորները։ Եթե ուղիստին վերջ համընկնում են կամ վեկտորները բազմապատկած են զրոյով, ապա կոչվում է զրոյական վեկտորներ։ Այսինքն, եթե վեկտորի սկիզբը և վերջը համընկնում է, հա, դրանք ինչպիսի վեկտորներ։ Զրոյական վեկտորներ։ Ամփոփեցինք վեկտորներ թեման։ Վեկտորը դա ուղղորդված հատվածներ, այսինքն վեկտորն ունի սկիզբ և ավարտ։ Վեկտորների հետ կատարում են գործողությունները, ինչպես թվերի հետ։ Վեկտորների գործողություններն են, վեկտորները կարելի են գումարել, հանել, ինչ բազմապատկել թվով, վեկտորների և վեկտորով բազմապատկում ենք, ինչ է կոչվում։ Վեկտորը վեկտորով բազմապատկելիս, սկալյար, արտադրյալ։ Վեկտորը վեկտորով բազմապատկելիս, վեկտորները գումարել, հանելիս, թվով բազմապատկելիս մնում են։ Եթե վեկտորը բազմապատկում ենք վեկտորով, դառնում են սկալյար մեծություն, իսկ եթե վեկտորները գումարում, հանում կամ բազմապատկում են թվով, մնում են վեկտորներ։ Մնում են վեկտորներ։ Գումարում, հանում, բազմապատկում են կոորդինատները։ Համապատասխան կոորդինատները։ Վեկտորները գումարելիս, հանելիս, գումարվում են իրենց համապատասխան կոորդինատները։ 10-ի ընթացքի մի հատ շարունակությունը բացատրեմ, առաջարկվել բաժանվելու ենք երկու խմբերի, այդ երկու խմբերին առաջադրվելու են առաջադրանքներ, առաջադրանքները յուրաքանչյուր խումբ իրեն դրված առաջադրանքը կատարելուց հետո իր առաջադրանքը փոխանցում է երկրորդ խմբին, երկրորդ խումբը իր առաջադրանքը փոխանցելու է առաջին խմբին, ստուգում է առաջի խումբը երկրորդ խմբի առաջադրանքը, երկրորդ խումբը առաջի խմբի առաջադրանքը, ուղումներն անում են, գնահատում են խմբերը իրար, նաև հետևում են խմբի ավակը, ավակ են կնդրում, խմբի ավակը հետևում է, որ իր խմբում չաշխատող աշակերտ չլինի, բոլորը աշխատեն, բոլորի աշխատանքը խմբերում երևա, գնահատելուց հետո աշխատանքները նորից ամեն մի խմբի առաջադրանքը վերադարձնում ենք խմբերին, սլայդով ստուգում ենք պատասխանները, կարող է ճիշտ պատասխանը սխալ են դարձրել, սխալ պատասխանը ճիշտ են դարձրել, մի հատ են ստուգում ենք սլայդով, սայիկաշարով պատասխանները գալիս են, ստուգում ենք, մի հատ են նորից ինքնագնահատում ենք անում,
Եվ այսպես ամփոփելուց հետո ավարտում ենք մեր դասի թեման։ Հիմա առանց աղմուկ բաժանվում ենք երկու խմբերի։ Բաժանվում ենք հետևյալ կարգով։ Հաշվում ենք 1, 2, երկուսները զույգերը մի խումբ, կետերը մի խումբ։ Հաշվեցինք 1, 2, 1, 2, 1, 2, 1, 2, 1, 2, 1, 2, 1, բաժանվեցինք խմբերի։ Ուշադրությունը էկրանին։ Ուրեմն խմբերի առաջադրանքները էկրանի վրա է։ Էկրանը բարբերաբար կթերթի, որ դուք ձեր առաջադրանքները ճիշտ արտագրեք, ճիշտ տեսնեք, ճիշտ պատասխանեք։ Առաջի խմբի առաջադրանքը նայում է երկրորդ խումբի էկրանին դրված է երկրորդ խմբի առաջադրանքը։ Յուրաքանչյուր խմբին առաջադրված է 6 առաջադրանք։ Առաջադրանքները աշխատում ենք, կատարում ենք, վերջացնում ենք, ժամանակը տրվելու է 12 րոպե։ 12 րոպեվա ընթացքում աշխատանքը ավարտվելու է։ Խմբի ավարտ հետևում ես ժամին, հետևում եք կատարող մասնագետների աշխատանքին չաշխատող աշակերտ չլինի։ Այն խմբում, որտեղ աշակերտների աշխատանքը պասիվ եղավ, միավորը իջնելու է։ Դուք նաև գնահատելու եք խմբի մասնագետների աշխատանքը։ Ժամանակը գնաց, տրվում է 12 րոպե ժամանակ։ Վեկտորի կոորդինատների 1, 1, 0 է, ուրեմն իր x առանցքի վրա իր միավորը 1 է, իսկ y առանցքի վրա 1 է, իսկ z առանցքի վրա 0 է, այսինքն x բարկանում է OX y առանցքի վրա, այսինքն անկետը S-ը լինելու։ Կատարել եմ առաջին առաջադրանքը, A վեկտորի կոորդինատները 1, 0, -1, B-ը -2, 3, 0, պետք է գտնենք 3-ը -b-ն։ 3-ան հավասար է 3, 0, -3, համապատասխան կոորդինատները բազմապատկում ենք 3-ով, -b-ն B վեկտորի հակատիվն է։ Հետևաբար 3a մինուս b վեկտորը կլինի 5, -3 և -3։ Ձեր խնդիրների պատասխանները հավաքում եք, փոխանցում եք խմբերը մեկը մյուսին։ Յուրաքանչյուր խմբի ավարտ ստուգելուց հետո գնահատականը վերջում։ Տեսնենք գրադարանի ներկայացնենք սխալները, գնահատենք, փոխանցենք ամեն մեկի աշխատանքը իր խմբին։ Սխալ է -2 պետք է լինի։ Սխալ են գրել, պետք է -5-ի տեղը լիներ կոորդինատ 5։ Այստեղ վեկտորը 2-ն է վերևա, այսպես պետք է լինի, պետք է որտեղ տարբեր է։ Ես այստեղ սխալ եմ գտել, իրականում այստեղ պետք է լինի 42-44-ի փոխարեն։ Ճիշտ է։ Ավարտները մոտենան գրադարանի ներկայացնենք խմբերի սխալները։ Ներկայացված էր 5-ի գումարած 3-ի մինուս k տեսքի վեկտորը, պետք էր գտնել նրանց կոորդինատները x, y և z, կոորդինատներն են 5, 3 և -1, առաջին խումբը 5-ի փոխարեն գրել էր -5, դա նրանց սխալն էր, 4-րդ առաջադրանքի մեջ տրված էր վեկտորները և նրանց կոորդինատները, հարկավոր էր գտնել նրանց տարբերությունը, որը ճիշտ էին կատարել, սակայն երկարությունը գտնելու համար պետք է կոորդինատների քառակուսիների գումարի քառակուսի արմատը գտնել, որը նրանք սխալ էին գտել և գրել էին 44, բայց պետք է լիներ 42։ Առաջադրանքը լուծելիս սխալ էր թույլ տվել, քանի որ կոորդինատները գրելիս -2-ը գրել էր 2, իսկ 6-րդ առաջադրանքում հակուղված և համուղված վեկտորները սխալ էին նշել, սա պետք է ներհակված նշել էին համուղված։ Վերցնում է իր առաջադրանքը, փոխանցեք առաջադրանքները։ Էկրանի վրա տեսնում եք երկու խմբերի առաջադրանքների ճիշտ պատասխանները։ Մենք երկրորդ խմբին կգնահատենք 8, քանի որ նրանք ունեին 2 սխալ։ Նրանք նույնպես թույլ էին տվել 2 սխալ, հետևաբար 8։ Ճիշտ է ստուգել առաջին խումբը, երկրորդի առաջադրանքը, երկրորդը առաջինը։ Այո,
Օբյեկտիվ էր ստուգվածը։ Այո։ Ապրեք։ Խմբերն իրար հարցեր ունեն, օրինակ առաջի խումբ, երկրորդ խմբին ինչ հարց կարող եք տալ, ինչ հարց ունես։ Խորհրդին համոզված վեկտորները, խորհրդին կոչվում համոզված վեկտորները։ Այն համակից վեկտորները, որոնք ունեն նույն ուղղությունը, իսկ համակից են կոչվում այն վեկտորները, որոնք գտնվում են մի ուղի վրա կամ զուգահեռ ուղիների վրա։ Ինչ հարց ունեք առաջի խմբին, ասա տեսնեմ Գագիկ, հարցեր պատրաստել։ Կարող եք գտնել վեկտորների կազմածանկյունը եւ այդ անկյան տեսակը։ Սկալար արտադրյալ հարաբերությունները տվյալ երկու վեկտորների երկարությունների Արտադրյալի։ Ավարտում ենք մեր այսօրվա համագործակցային թեման, ապրեք, շնորհակալություն, առաջադրանք նորից կրկնել վեկտորներ թեման, շտկել ձեր սխալները, սովորել այսօր այսքանը։ Շնորհակալություն։